Բարև հայր ջան, մեր ուժը մեր միասնության մեջ է, այս խոսքերը հաճախ ենք լսում, բայց արդյոք միշտ ենք զգում դրանց իրական խորությունը։ Հայ լինելը միայն ծագում չէ, դա առաքելություն է և հոգևոր կանչ, որը մեզ միավորում է անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում ենք գտնվում։ Մենք մեկ արմատի ճյուղերն ենք, մեկ աղոթքի արձագանքը և մեկ պատմության շարունակությունը։ Երբ մենք բաժանում ենք մեզ երևանցիների, գյումրեցիների, արցախցիների կամ սփյուռքահայերի, մենք թուլացնում ենք այն անտեսանելի պարիսպը, որը դարեր շարունակ պաշտպանել է մեզ։ Պատմությունը ցույց է տվել, որ մենք տուժել ենք միայն այն ժամանակ, երբ թույլ ենք տվել պառակտմանը մտնել մեր սրտերը։ Սա կոչ է հրաժարվել եսակենտրոնությունից հանուն ազգային գոյատևման։ Երբ մենք սկսենք տեսնել միմյանց արարչի աչքերով, պառակտումը այլևս տեղ չի ունենա։ Մենք արարում ենք փրկությունը միասին։ Սա է այն վիճակը, որտեղ մենք դառնում ենք անպարտելի, քանի որ արարիչը բնակվում է այնտեղ, որտեղ կա միասնություն և սեր։ Այսօր առավել քան երբևէ մեզ պետք է սրտերի արթնացում։ Մենք պետք է սովորենք տեսնել միմյանց մեջ ոչ թե տարբերություններ, այլ հարազատություն։ Մենք բոլորս մեկ ամբողջականություն ենք, յաների մեծ ընտանիքը։ Մեր միասնությունը մեր ապագայի միակ երաշխիքն է։ Եկեք լինենք մեկ բռունցք, մեկ կամք և մեկ հավատք։ Երբ մենք սիրով և հարգանքով ենք լցվում իրար հանդեպ, Արարչի լույսը սկսում է ավելի պայծառ փայլել։ Միասին մենք անպարտելի ենք, մեկ բռունցք, մեկ ճակատագիր։ Եթե համաձայն եք, որ հայի փրկությունը միասնության մեջ է, մեկնաբանություններում գրեք միասին կամ դրեք սրտիկ։ Ցույց տանք աշխարհին, որ մենք մեկ ամբողջություն ենք և պատրաստ ենք սատարել և սիրել միմյանց։ Շնորհակալություն։